Ողջույն, սա նախորդ ձայնագրության շարունակությունն է։ Նախորդ մասում մենք անդրադարձանք Վաշինգտոնի և Թել Ավիվի ռազմական մանևրներին, արագ հաղթանակի ձախողված ռազմավարությանը և ցամաքային զորքերի ներգրավման հավանական սցենարներին։ Իսկ այս երկրորդ մասում կներկայացնենք հետագա զարգացումները։ Ուշադրության կենտրոնում է դիվանագիտական դաշտը, ԱՄՆ-ի 15 կետանոց առաջարկը, Իրանի արձագանքը, անուղղակի բանակցությունները, ինչպես նաև ռազմական գործողությունների շարունակականությունը, դրանց տնտեսական հետևանքները համաշխարհային շուկաների վրա և Ամերիկայի ներքաղաքական զարգացումները։ Նախ հիշեցնենք, որ այս թարգմանության արտահայտված գնահատականներն ու ձևակերպումները պարտադիր չէ, որ արտացոլեն շահումյան կազմակերպության տեսակետները։ Այսպիսով, շարունակենք։ Թրամփը կրկին անհիմն պնդում տարածելով լրատվական դաշտը մանիպուլյացիայի ենթարկեց իր օգտին։ Իրանի դիվանագիտությունը այս արարքը որակեց անազնվություն։ Ինչպես հաղորդում է Գուանչա վերլուծական կայքը, այն պահին, երբ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունների ճակատագրի շուրջ ենթադրությունները հասել են գագաթնակետին, Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում հրապարակված ուղերձով պնդել է, թե Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու վերջնաժամկետը երկարաձգել է ևս 10 օրով, մինչև ապրիլի 6-ը։ Այս հայտարարությունների ուշագրավ կետն ԱՄՆ-ի նախագահի այն պնդումն էր, թե իբր այս որոշումն ընդունվել է Իրանի կառավարության պաշտոնական խնդրանքին ի պատասխան։ Սակայն հեղինակավոր ամերիկյան լրատվամիջոցների զուգահեռ հաղորդումները վկայում են, որ ոչ միայն Թեհրանի կողմից նման խնդրանք չի ներկայացվել, այլ իրանցի պաշտոնյաները շարունակում են ուսումնասիրել և վերլուծել Վաշինգտոնի հակամարտությունը դադարեցնելու 15 կետից բաղկացած ծրագիրը։ Այս ուղերձի հրապարակումից հետո Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում իր շարադրանքում փոքր-ինչ փոփոխություն կատարելով, պնդեց, թե Թեհրանը խնդրել է ռազմական գործողությունը 7 օրով հետաձգել։ Սակայն ի պատասխան Drop Site News անկախ լրատվամիջոցի լրագրող Ջերեմի Սքիլը, հղում կատարելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի պատասխան, այլ իրականություն բացահայտեց։ Թրամփը անազնիվ է, մենք Ամերիկայի հավանական հարձակումները հետաձգելու որևէ խնդրանք չենք ներկայացրել։ Wall Street Journal թերթը հիմնվելով տեղեկացված միջնորդների հայտարարություններով նույնպես հաստատեց, որ Իրանը նման խնդրանք հանդես չի հարել։ Աղբյուրների համաձայն, թեև իրանցի պաշտոնյաները ցուցաբերել են երկխոսության պատրաստակամություն, Թեհրանի որոշում կայացնող շրջանակները դեռևս վերջնական եզրակացության չեն հասել, քանի որ ԱՄՆ-ի 15 կետանոց ծրագրում ներառված պայմանները գնահատում են ակնկալիքներից վեր։ Նախկին հաղորդումների համաձայն, ԱՄՆ կառավարությունը Պակիստանի միջնորդությամբ լարվածությունը դադարեցնելու համար 15 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել Թեհրանին։ Այս ծրագրի առանցքը միջազգային պատժամիջոցների ամբողջական վերացումը պայմանավորելն է Իրանի 3 առանցքային ոլորտներում՝ միջուկային ծրագիր, հրթիռային ծրագիր և տարածաշրջանային դիմադրության խմբավորումներին աջակցություն, հետ կանգնելով։ Սակայն Թեհրանը վճռականորեն հայտարարել է, որ պատրաստ չէ իր հրթիռային ծրագիրը բանակցությունների մեկնարկային կետ դարձնել կամ պարտավորվել ուրանի հարստացման մշտական դադարեցմանը։ Դիտորդները կարծում են, որ հաշվի առնելով երկու կողմերի պնդումն իրենց պայմանների վրա, որոնք անընդունելի են մյուս կողմի համար, հրադադարի բանակցությունների հաջողության հեռանկարը մնում է անորոշ և թույլ։ Իրանցի մի պաշտոնյա Reuters-ին տված հարցազրույցում հստակեցրել է. բարձրաստիճան ներկայացուցիչները և Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մարտի 25-ին մանրամասն քննարկել են ԱՄՆ-ի 15 կետանոց ծրագիրը, սակայն եզրակացրել են, որ այս առաջարկը միակողմանի է և անարդար և ծառայում է բացառապես Վաշինգտոնի ու Թել Ավիվի շահերին։ Այդուհանդերձ նա ընդգծել է, որ դիվանագիտության դռները դեռ բաց են։ Washington Post թերթը նույն ժամանակահատվածում իր վերլուծության մեջ նշել է, որ Իրանի պաշտոնական լրատվամիջոցների տոնայնությունը չի վկայում բանակցությունների լիակատար փլուզման մասին, ինչը չի բացառում ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ առաջարկներ ներկայացնելու հնարավորությունը ապագայում։ Թեհրանը նախկինում հակամարտության դադարեցման իր պայմաններն էր հայտարարել, որոնք ներառում են պատերազմի հետևանքով պատճառված վնասների փոխհատուցումն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, Իսրայելի հարձակումների դադարեցումը Լիբանանի վրա և Իրանի ինքնիշխանության ճանաչումը Հորմուզի նեղուցի նկատմամբ։
Այս համատեքստում Պակիստանի արտգործնախարար Բիլավալ Բուտո Զարդարին մարտի 26-ին հաստատել է, որ Վաշինգտոնն ու Տեհրանը Պակիստանի դիվանագիտական ալիքներով անուղղակի բանակցություններ են վարում, եւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան եւ Եգիպտոսը, նույնպես աջակցում են միջնորդական այս ջանքերին։ Այս դիվանագիտական պայքարի թեժ պահին պատերազմի կրակը շարունակում է բորբոքվել։ Հաղորդումները վկայում են, որ Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի տարածքում, կենտրոնանալով բարձրաստիճան հրամանատարների թիրախային վերացման վրա, շարունակվում են։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը մարտի 26-ին հայտարարել է Իսրայելի հարձակման հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրիի սպանության մասին եւ սպառնացել, որ իր վարչակարգի բանակը օրակարգում ունի իրանցի պաշտոնյաներին մեկ առ մեկ հետապնդելն ու վերացնելը։ Միաժամանակ Wall Street Journal-ը բացահայտել է, որ Թրամփը քննարկում է Մերձավոր Արևելք լրացուցիչ 10,000 ցամաքային զորք ուղարկելու հնարավորությունը։ Այդ ուժերը հավանաբար կներառեն հետևակ եւ զրահատեխնիկա եւ կմիանան տարածաշրջանում արդեն իսկ տեղակայված 5,000 ծովային հետևակայինների։ Թերթը վերլուծում է, որ նման տեղաշարժը մի կողմից կպահպանի ճնշումը բանակցությունները առաջ մղելու համար, մյուս կողմից կընդլայնի Թրամփի ռազմական տարբերակները ուժ կիրառելու համար։ Իրանը նույնպես ի պատասխան այս ճնշումների ձեռնարկել է հակաքայլեր։ Reuters-ի հաղորդմամբ Տեհրանը մարտի 26-ին հրթիռային հարվածների մի քանի ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնք թիրախավորել են կենսական նշանակության տարածքներ, այդ թվում Թել Ավիվը եւ Հայֆան։ Իսրայելի բանակը հաստատել է, որ առնվազն 1 բալիստիկ հրթիռ է խոցել Թել Ավիվը, իսկ կասետային զինամթերքով հագեցած մյուս հրթիռները վնասներ են պատճառել շենքերին եւ ավտոմեքենաներին։ Իսրայելի շտապօգնության ծառայությունը նաև հայտնել է Նահարիա քաղաքում մի տղամարդու մահվան մասին Հզբոլլահի հրթիռային հարվածների հետևանքով։ Տնտեսական եւ քաղաքական հետևանքներ։ Գլոբալ գնաճից մինչև Թրամփի ժողովրդականության անկում։ Այս սպառիչ հակամարտությունները ծանր հետևանքներ են թողել համաշխարհային տնտեսության վրա։ Ծովային մատակարարման շղթաների խաթարում, հում նավթի գնի մոտ 40%-ով աճ, հեղուկ բնական գազի LNG գնի կտրուկ թանկացում եւ ազոտական պարարտանյութերի գնի 50%-ով աճ, որոնք կենսական դեր ունեն սննդամթերքի արտադրության մեջ։ Այս բոլոր գործոնները նպաստել են սննդի ոլորտում գնաճային ճնշումների ավելացմանը։ Այս իրավիճակն ուղղակի ազդեցություն է ունեցել Ամերիկայի հասարակական կարծիքի վրա եւ հանգեցրել Թրամփի աջակցության էրոզիայի։ Ինչպես հաղորդում է BBC-ն, մինչ պատերազմի սկիզբը, մինչև փետրվարի 28-ը, ամերիկացի քաղաքացիների 42%-ը դրական էր գնահատում Թրամփի գործունեությունը, սակայն ընթացիկ շաբաթում այդ ցուցանիշը նվազել է մինչև 40%։ Քինիպյակի համալսարանի վերջին հարցումը նաև ցույց է տալիս, որ գրանցված բոլոր ընտրողների շրջանում միայն 39%-ն է աջակցում Իրանի դեմ ռազմական գործողություններին, եւ ընդամենը 34%-ն է հավանություն տալիս Թրամփի այս ճգնաժամի կառավարման ձևին։ Մեր ձայնագրության ընթացքում պարզվեց, որ Եմենի Անսար Ալլահը հութիները հայտարարել է, թե Իրանին աջակցելու նպատակով կարող է փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։ Բաբ էլ-Մանդեբը ջրային ուղի է, որը կապում է Կարմիր ծովը Ադենի ծոցին եւ համարվում է Ատլանտյան օվկիանոսի ու Միջերկրական ծովի Հնդկական օվկիանոսին կապող կիրճը։ Եթե այս նեղուցը փակվի, ապա Հորմուզից հետո աշխարհի էներգամատակարարման երկրորդ կենսական զարկերակը կհայտնվի կրակի մեջ։ Դա նշանակում է, որ հակամարտությունը կարող է ընդլայնվել, ընդգրկելով նաև Կարմիր ծովը, ինչը անչափ ծանր հետևանքներ կունենա համաշխարհային առևտրի եւ էներգետիկ շուկաների վրա։ Արդեն տեղեկացանք, որ մարտի 21-ին Նովրուզի առաջին օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր սոցիալական ցանցում Իրանին նախազգուշացրեց, որ 48 ժամվա ընթացքում բացի Հորմուզի նեղուցը, հակառակ դեպքում Իրանի էլեկտրակայանները, սկսած ամենամեծից, կոչնչացվեն։ Իրանն ի պատասխան ընդգծեց, որ Հորմուզի նեղուցում անվտանգության եւ կայունության վերադարձը հնարավոր է միայն ագրեսիայի եւ ռազմական սպառնալիքի դադարեցմամբ, եւ որ սպառնալիքին սպառնալիքով չի պատասխանում, հարգանք է ուզում։
Միաժամանակ Եմենի Անսար Ալլահը հութիները հայտարարել է, որ Իրանին աջակցելու նպատակով կարող է փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։ Բաբ էլ-Մանդեբը ջրային ուղի է, որը կապում է Կարմիր ծովը Ադենի ծոցին եւ համարվում է Ատլանտյան օվկիանոսի ու Միջերկրական ծովի Հնդկական օվկիանոսին կապող կիրճը։ Թվում է, թե Հորմուզի նեղուցից հետո այս անգամ Կարմիր ծովը համաշխարհային էներգամատակարարման կենսական մեկ այլ զարկերակ նույնպես Ամերիկայի եւ Իսրայելի Իրանի դեմ պատերազմի կրակի բռնկման շեմին է։ Ինչու Անսար Ալլահը դեռևս մարտի դաշտ չի մտել։ Այն պահից, երբ Ամերիկան եւ Իսրայելը սկսեցին իրենց հարձակումները Իրանի դեմ, դիմադրության առանցքի անդամները Իրանին մոտ կանգնած մի շարք ոչ պետական զինված խմբավորումներ հերթով հարձակումներ սկսեցին ամերիկյան եւ իսրայելական թիրախների վրա։ Սակայն Եմենի Անսար Ալլահը, որը համարվում է այս առանցքի մաս, չնայած Իրանին աջակցելու լայնածավալ հավաքների անցկացմանը, պատերազմի 4-րդ շաբաթվա ավարտին դեռևս որևէ հստակ ռազմական գործողություն չի իրականացրել։ Մարտի դաշտ անմիջապես չմտնելու այս պահվածքը վկայում է խմբավորման զգուշավոր մոտեցմանը տարածաշրջանում աննախադեպ պատերազմի նկատմամբ։ Սակայն իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ Իրանը եւ Լիբանանի Հեզբոլլահը ճնշում են գործադրում Անսար Ալլահի վրա պատերազմին միանալու համար, եւ հավանական է, որ այս խմբավորումը գործողության անցնի Ռամազանի ավարտից հետո, օրազի ավարտին։ Անսար Ալլահի մուտքի դեպքում պատերազմի բոցերը կտարածվեն նաեւ Կարմիր ծովի վրա եւ ավերածությունների շրջանակը կընդլայնվի։ Անսար Ալլահն աստաքին շրջանակներում հաճախ ներկայացվում է որպես Իրանի հենակետային ուժ Եմենում, սակայն այս նկարագրությունը քողարկում է երկու կողմերի հարաբերությունների իրական բնույթը։ Ավելի ճիշտ կլինի նրանց հարաբերությունները սահմանել ոչ թե որպես ենթակայություն, այլ որպես ռազմավարական դաշինք, ընդհանուր շահերով, բայց միևնույն ժամանակ գործողությունների անկախությամբ։ Ի տարբերություն Լիբանանի Հեզբոլլահի, որը խոր եւ երկարատև կապեր ունի Իրանի հետ, Անսար Ալլահը կրոնապես հետևում է զայդիական ճյուղին, շիայի մեկ ուղղություն, որը տարբերվում է Իրանի պաշտոնական կրոնից, 12-ամյա շիայից։ Այս խմբավորման հիմնական մտահոգությունը ավելի շատ կենտրոնացված է Եմենում արտաքին միջամտությանը դիմակայելու եւ ներքաղաքական իշխանության հարցերի վրա։